վարչապետ Արագածոտնի մարզային փրկարարական հարցության պետի ժամանակավոր պաշտոնակատար Փոքր Դավթեչյան։ Բարև ձեզ ժողովուրդ։ Ուր ենք գնում։ Ստեղ։ Շնորհակալություն մեծարգո պարոն վարչապետ, կառավարության եւ օրենսդիր մարմնի հարգելի ներկայացուցիչներ, տիկնայք եւ պարոնայք։ Այսօր հավաքվել ենք Մալխաս եւ Ռոման Ամոյանների մարզադպրոցի հիմնարկի արարողությանը։ Այս առիթով շնորհավորում եմ բոլորիս։ Ինչ լավ նախագիծ ա սիրում։ Պարոն վարչապետ, Հողամասի մակերեսը շուրջ 4000 քառակուսի մետր է։ Շենքը 2 հարկ է եւ 1 կիսանկողային հարկ։ Առաջին հարկում ունենք ըմբշամարտի պրոֆեսիոնալ ստանդարտներին համապատասխան 3 գորգով մարզադահլիճ, իր հանդիսատեսի նստեցման հնարավորությամբ շուրջ 150 նստատեղով, ունենք նաև լողավազան, շոգեբաղնիկ, այն միջազգային չափանիշներին համապատասխան, ինչը որ պահանջվում է։ Երկրորդ հարկում ունենք ուժային մարզաձևերի ֆիթնես դահլիճ իր բոլոր ենթակառուցվածքներով եւ նկուղային հարկում ունենք խաղային զոնա սեղանի թենիսի եւ նմանատիպ մարզումների համար։ Շատ լավ է։ Շատ լավ է, նայել եք, գոհեք, հա, նախագծից գոհեք, ձեր սրտով է, ձեր ուզածն է։ Շատ լավ։ Երբ կավարտենք իսկ։ Շինարը էստեղ է։ Շինարը ներկա է։ Բարև ձեզ։ Երբ կավարտենք։ Մյուս տարի մինչև աշուն կաշխատենք ավարտել։ Շատ լավ։ Դե հույս ենք դնում ձեր վրա, որ ժամանակին դուք էլ կաշխատեք, որ իրար հետ։ Շնորհակալ ենք Ես եմ շնորհակալ։ համար, որովհետև մեր մարզը իրոք sense բանի կարիք ուներ, մեր երեխաները դժվար էին գալի քաղաք մարզումների, հուսով եմ, որ ստեղ այս դահլիճը կառուցվելուց հետո լավ կմարզվեն, մենք էլ անպայման հետևողական կլինենք, գնանք, արդեն միշտ մենք գյուղի հետ կապ ունենք, բայց հիմա առավել եւս կապ կունենանք։ Դե հիմա կարծում եմ Երևան կամ Աշտարակ կամ Ապարան գնում էին նենց ովքեր, բայց եթե տեղում հնարավորությունը լինի, ցանկություն ունեցողները միանշանակ մանավանդ խոշորացված համայնքում մանկապարտեզն է կողքը, չէ, դպրոցն էլ կողքն է լինելու ու այս հատվածը շատ ճիշտ է ստացվում, որովհետև համ բացօթյա խաղադաշտ կա, մանկապարտեզ, հանդիսությունների սրահ, մարզադպրոց, դպրոցն էլ կլինի ֆուտբոլի եւ բասկետբոլի դաշտով, նաեւ դա պատճառը, որ ստեղ մենք բասկետբոլի եւ ֆուտբոլի դաշտ խաղահրապարակ չենք ներառել, որովհետեւ կառուցելու ենք դպրոցը, այդ ամեն ինչը լինելու է։ Ստացվելու է 2 հատ դաշտ, որովհետեւ ֆուտբոլի մի հատ դպրոցինը մի հատ էլ այն ինչ որ եղել է, չէ, դպրոցի համար էլ ենք, չէ, նախատեսելու բացօթյա։ Այսինքն շատ լավ տենց բան է, կոմպլեքս է ստացվում, որը շատ լավ է եւ Ալագյաս բնակավայրը խոշորացված համայնքի կենտրոնը արդեն բավարար չափով տենց կշիռ է ստանում բոլոր առումներով, որ իր շուրջ համայնքի կյանքը զարգանա, դե նաեւ իհարկե այս ամեն ինչը մեր պետության Հայաստանի Հանրապետության հարգանքի տուրքն է ձեր մարզական վաստակին եւ ծառայություններին, դե իհարկե սա ձեզ է վերաբերվում, Ռոման Ամոյանին է վերաբերվում, ով արդեն ակտիվ մարզական կարիերան ավարտել է, բայց Մալխաս Ամոյանի պարագայում մենք նախ շնորհակալ ենք արդեն եղածի համար, բայց իհարկե սրանով նաեւ մեր նոր ակնկալիքների արձանագրումն է եւ նոր սպասումների ընդամենը օրեր առաջ Մալխաս Ամոյանը դարձավ հնգակի Եվրոպայի չեմպիոն եւ մենք ցանկանում ենք իհարկե որ հետագայում նաեւ աշխարհի չեմպիոնության եւ օլիմպիական չեմպիոն լինելը, որտեղ մենք խոստացել ենք իմիջիայինս բոլոր օլիմպիական չեմպիոնների անունով մենք մարզադպրոց կառուցելու ենք
եթե իմիջիայլոց սա ավանսով Մալխաս Ամոյանի համար, բայց եթե երբ օլիմպիական չեմպիոն դառնա, մի հատ էլ Արմավիրի մարզում կկառուցենք, էլի մեր սիրելի եզդիաբնակ բնակավայրերից մեկում ընդեղ կկառուցենք, էլի նույն անունով, այնց որ հանկարծ չմտածեք, թե այս ամբողջնա սպասում ենք նոր օլիմպիական հաջողությունների։ Շնորհակալ եմ շատ։ Մենք ձեզանից ենք շնորհակալ ձեր կատարած աշխատանքի համար, որ այսպես մի լավ բան։ Քիչ առաջ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ պարոն Վարդանյանը ներկայացրեց մարզադպրոցի կառուցվածքը, ինֆրաստրուկտուրան եւ հնարավորությունները։ Այժմ անցնենք պաշտոնական հատվածին եւ հիմնարկի վերթի ստորագրմանը։ Մեծարգո պարոն վարչապետ, Մալխաս եւ Ռոման, խնդրում եմ մոտեցեք ծերուկներին ուղղված հիմնարկի վերթը ստորագրել։ Իսկ ես զուգահեռ Խնդրեմ, եկեք սկզբից դուք ստորագրեք։ Այսօր 2026 թվականի ապրիլի 25-ին դրվում է ըմբիշներ Մալխաս եւ Ռոման Ամոյանների անվան մարզադպրոցի հիմնարկեքը։ Այս մարզահամալիրը կոչված է դառնալու երեխաների եւ պատանիների ֆիզիկական դաստիարակության, առողջ ապրելակերպի եւ մարզական հաջողությունների Հիմա դուք եք Մալխասի մարզիչը Այստեղ կձևավորվեն ուժեղ, կարգապահ եւ նպատակասլաց ծերուններ, որոնք իրենց ձեռքբերումներով կփառավորեն մեր հայրենիքը։ Թող այս կառույցը լինի ուրախության, զարգացման եւ հաղթանակների օջախ, որտեղ յուրաքանչյուր երեխա կկարողանա բացահայտել իր ներուժը։ Այս ուղերձը թողնում ենք ապագա սերունդներին հավատով, որ այս վայրում կկերտվեն նոր հաղթանակներ եւ կմեծանան առողջ եւ արժանի քաղաքացիներ։ Ոնց հակառակը դա։ Հա, հասկացա։ Ոչ։ Ոնց որ սենց էլ չելնում։ Ինչու դժվար է լինի սկզբում, հետո հեշտ է լինի, չէ՞։ Շատ լավ։ Դե գնացինք։ Հա, դե տարեք տեղադրեք։ Շնորհակալություն պարոն վարչապետ, Մալխաս եւ Ռոման խնդրում ենք մոտեցեք հիմքի հատված կապսուլան տեղադրելու։ Եթե ուզում եք երեխեքին էլ հրավիրեք, հրավիրեք։ Արման Դավիթ, արեք։ Արման Դավիթ, մոտեցեք։ Արեք, երեխաներն արեք։ Այս ընթացքում ես նշեմ մեր լեգենդար ըմբիշների նվաճումների մասին։ Ռոման Ամոյանը Եվրոպայի երկնակի չեմպիոն է, Ոնց կրկնակ։ ընկակի հող չեմպիոն, աշխարհի առաջնության թեփակի բրոնզե մեդալակիր չեմպիոն։ 2008 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Ամոյանների ընտանիքի հաջորդ օլիմպիական մեդալն ապահովեց Մալխաս Ամոյանը Փարիզ 2024-ում, կրկին նվաճելով բրոնզե մեդալ։ 2021-ին Օսլոյում եւ 2025-ին Զագրեբում Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի չեմպիոն։ Շատ լավ Օրեր նախագիծ։ առաջ էլ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի Սիրուն լավ նախագիծ է, մավարտացի հա։ իմբիշների պայքարում Եթե 77 կիլոգրամ քաշային կարգում Ամոյանը գերազանցեց բոլորին Շատ լավ։ ապրելով պատվարտակի առաջին աստիճանին ու նվաճելով Եվրոպայի առաջնություններում իր 5-րդ ոսկե մեդալը։ Բայց վստահ եմ, որ Ամոյանների ընտանիքի եւ Մալխաս Ամոյանի գլխավոր նպատակը օլիմպիական ոսկին գրոհելն է։ Եվ չմոռանանք, որ անցած տարվա աշխարհի առաջնության եզրափակիչում Մալխաս Ամոյանը տապալեց օլիմպիական խաղերի գործող չեմպիոն Նահագ Ուսակային, այնպես որ այդ հեռանկարը Ամոյանը արդեն իսկ ապահովել է։ Լցրեք, դե հավեսով լցրեք։ Հա տեսա, որ առողջ եղանակը տեսա, ասի։ Սյունա է։ Տեսեմ շնորհակալ, մենք ենք շնորհակալ։
Դե բայց պայման կա, որ ժամանակ առ ժամանակ պետք է գաք ստեղ երեխեքի մարզեք, էլի։ Սա պետք է երեխեքը իմանան, որ Ալագյաց խոշորացված համայնքի երեխեքն են, ուրիշ տեղի երեխեքն են, որ իմանան, որ ուզենան ձեզ հետ հանդիպեն, մտիկան ստեղ։ Մենք անպայման հաճախ ենք լինելու։ Մենք միշտ գյուղի հետ կապ ունենք։ Վարպետության դասեր կազմակերպել եւ այլն, եւ շատ լավ հարթակ կդառնա։ Այո, ընկերներն էլ գան ստեղ։ Ես նոր պարոն Մրցումներ։ Մարսպետին մի բան ասեցի մենակ մեր համայնքը չէ, ինձ թվում է տրանսպորտ լինի, բավականին շատ երեխաներ կուզենան, որ մոտ է, էլի։ Ժամանակ Աբարանից էին գալի մեր։ Հա, Աբարանից գալիս են Դինամո։ Որտեղ էր մարզադահլիճը։ Մերը Դինամոյում էր։ Երևանի։ Սաքսյանի ստադիոնի կողքը։ Ու Աբարանից գալիս։ Դուք որտեղ եք ծնվել ընդհանուր։ Մենք Երևանում ենք։ Բայց ծնողները Ծնողներս գյուղից է։ որ հա, շատ լավ է։ Այսինքն հենց ձեր համայնքն է։ Խոշորացված համայնքը այդ ձեր համայնքն է։ Այո։ Պապին ստեղ է։ Մալխասի պես։ Ուրա, բա մոտենանք։ Գնաց։ Հայրիկս ստեղ է։ Շատ լավ, շատ լավ։ Հա։ Հա, շնորհավոր ենք։ Դե վերցրեք։ Վարչապետ, այսօր քանի որ նաև քաղաքացիորն է ամենքելա, պետք է մեր ժողովուրդն էլ սովորության համաձայն խորված ենք այլ, ձեզ հրավիրում ենք այդ մեր ֆիքսի Շատ լավ։ եթե հնարավոր է։ Շնորհավորում եմ։ Շնորհակալ ենք։ Շնորհավորում եմ։ Շնորհավորում եմ։ Ահա։ Պարոն Մարսպետին էլ տվեք բաժան։ Շնորհակալություն, նաև ձեզ եմ շնորհավորում։ Քաղաքացիորն է շնորհավոր զուգահեռ, ինչպես ասում։ Շնորհավոր պարոն Խուդաց։ Ձեզ այցել ենք շնորհակալ։ Ուրախ եմ, եղբայր։ Ուրախ եմ, Ուրախ ուրախ եմ։ Շնորհակալ ենք ձեզանից, ձեզ էլ առողջություն ենք ցանկանում, որ Շնորհակալ եմ։ լավ վարչապետ եք, որ երեխաների հետագա սերունդների մասին մտածում եք, որ իրանք էլ մեծանան, լավ սպորտսմեններ դառնան, կարողանան Հայաստանի հիմնը հնչեցնեն, լավ սպորտսմեններ դառնան, ձեզանից Շնորհակալ եմ։ ազգային ժողովից մեր պետական հայրերից բոլորից է գոհ շնորհակալ ենք, Շնորհակալ ենք։ Չարշարում ես առողջության համար ինչ որ ստեղծել են, ուրախությունով թող լինի, խերով լինի, երեխեքն առողջ։ Դե 2 տարուց էլ 2 տարուց, հա 2 տարուց է բացումը կանի։ Ձեզանից է 20 ամիս, հա։ Մի քիչ զապասով եմ ասում, որ մարդ ես էլ։ որ կարացա Շատ լավ։ Վարչապետ ժողովրդի Այո, ոչ մենակ այդ կառույցի համար, ընդհանուր բոլոր կառույցների համար շնորհակալություն ենք հայտնում ձեզ, պարոն վարչապետ։ Դե դպրոցներն էլ պետք է կառուցեն։ Դպրոցը լինել է։ Բայց տեսա հանդիսությունների սրահի դիմացի հատվածը հələ պատրաստ չի։ Հատվածը արվում է Հա, տեսա, որ գործը- հետաձգում է կկարգավորվի եւ պարոն Խոզակյանի հետ էլ կապի մեջ կլինի։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Շնորհակալ ենք ամեն ինչի Շնորհակալ եմ, ես եմ շնորհակալ։ Շատ լավ, գնանք մարդկանց է ողջունենք ու բարև եղբայր։ Ես Վերկարատ համայնքի վարչական ղեկավարն եմ։ Ուրախ եմ շատ։ Ժողովրդի են փոխանցը Շատ լավ։ Վայրի բնակչության խնդրանքով եւ խնդրանքով մանկապարտեզի հարցերին դերթարած։ Մանկապարտեզի? Անցած տարի ստամակրի։ Սուբվենցիայով եք ուզում թե բան։ Կլուծվի։ Դե հիմա մենք 500 մանկապարտեզի ծրագիր ունենք, եւս 100 մանկապարտեզի ծրագիր։ 40 երեխա ունենք, էլի ենք բաները։ Կլուծվի մանկապարտեզի հարց, դպրոցի հարց, ջրի հարց, ճանապարհի հարց, բոլոր հարցերն է կլուծվի։ Շնորհակալ եք, պարոն։ Ժողովուրդ ջան, դե շնորհավորում ենք բոլորիդ, երեխեք ջան, դուք որտեղից եք։ Այսինքն մոտակայքին եք։ Շատ լավ, դե ձեզ համար դպրոցը որ գաք ստեղել պա։ Ձեր մոտ կա բան դպրոց։ Բարբա կա, հա, դե ուրեմն Ալագյաց երեխեքը որտեղ չկա, իրանք կգան կպարապեն։ Շնորհավորում եմ ժողովուրդ ջան։ Շատ լավ, շատ լավ, շատ լավ։ Հա ջան, բարև եղբայր։ Խնդրում եմ ընթերցեք էլի, ես ելի են հարցով ձեզ դիմել էի Կիրովականում։ Լավ եղբայր։ Լավ եղբայր։ Լավ, լավ։ Քաղաքացիորն է, շնորհավորում եմ, բոլորիդ շնորհավորում եմ։ Շնորհավորում եմ, Ռոման ջան, շնորհավորում եմ։ Շնորհավորում եմ։ Շնորհավորում եմ։ Շնորհավորում եմ։ Շնորհավորում եմ, երեխեք քաղաքացիորը շնորհավորում եմ։ Շնորհավորում եմ։ Շնորհավորում եմ։ Շնորհավորում եմ։ Ինչ ես ուզում ասես եղբայր, ասա։ Ասա թե։ Լավ չասեցիք։ Ինչ ենք անում այդտեղ։ Վարչապետ, ձեզ մի հարց կարելի է։ Ասա եղբայր։
Պարոն վարչապետ, մեր երազանքն է, որ մեր գյուղում ֆուտբոլի դաշտ սարքվի։ Որն է ձեր գյուղը։ Սադունց գյուղը։ Սարքվի։ Որ գյուղն է։ Սադունց։ Սադունց։ Եղավ։ Բարև ձեզ։ Շնորհավորում եմ բոլորիս, շնորհավորում եմ։ Ինչ ենք անում։ Դե համեցեք։ Վերեք մի բան մի կտոր հաց ուտենք։ Հեսա հացը կա։ Հա, հեսա խորոված էլ կա։ Հաց էլ կա։ Խորոված էլ կա։ Շնորհավոր լինի։ Համ մարզադպրոցը, համ քաղաքացիորը, համ մանկապարտեզը։ Դուք Ալագյազից եք, թորնիկ ունեք, մանկապարտեզ որ գա, այդ տարիքի չունեք։ Ամուսնացած եք դուք։ Չէ, դեռ Ես ինչ համով խորոված է։ Համաունը դեր կողմից Մալխասի պապիկն են։ Հա, ուրախ եմ շատ, եղբայր։ Ես եմ ձեզ շնորհավորում սենց լավ թորնիկ ունենալու։ Եվ Ռոմանի հայրիկն եք Հա, շատ լավ։ Դե բա քեզ բաժակ չեն տվել։ Մի րոպե Մալխասին լցրեք։ Բա Ռոմանը ուրա։ Շնորհավորում եմ։ Եկեք, բա պապիկը, հայրիկը, եկեք, մոտեցեք։ Եղբայր արի։ Դուք ամուսնացած եք երեխա։ Հա, 3 երեխա։ Պարապում են սպորտը։ Հա, տղուց տվեց։ Հա, շատ լավ։ Հայրիկին ճանապարհ տվեք, պապիկին էլ։ Հա։ Հա, իմացա։ Մոտեցեք։ Ողջ ելնեք։ Էլի 5-րդ չեմպիոնությունը նախ շնորհավոր, դպրոցը շնորհավոր, հետո հետագա չեմպիոնություններն է շնորհավոր։ Մենք ձեզանից ենք շնորհավոր պարոն վարչապետ, որ մենակ այս դպրոցը չի, շատ դպրոցներ կառուցել, մանկապարտեզներ կառուցվել, հետագա սերունդները, որ որ ասում եմ հույս հավատը համ սպորտն համ կրթությունն է։ Մալխասին մենք ընդհանրապես մենք տենց պայման ունենք, որ ով օլիմպիական չեմպիոն դարձավ, իր անունով սպորտ դպրոց են կառուցելու հանրապետությունում, բայց Մալխասին ասում եմ, սա կապ չունի։ Այս կառուցում ենք ավանսով, օլիմպիական չեմպիոն երբ որ դառավ, մյուսն էլ Արմավիրի կամ մյուս մարզերի եզդիաբնակ գյուղերից որևէ մեկում էլի արդեն օլիմպիական չեմպիոնության առիթով կկառուցեն։ Կնես որ կարծում եմ այդ լավ մոտիվացիա է, ընդհանրապես կարևոր է սպորտսմենի համար սենց մարզադպրոց ունենալը։ Դա երկու հատ է լինում են։ Բայց նկատի ունեմ սպորտսմենի համար այո, էլի ավելի մեծ մոտիվացիա է։ Մենք էլ ունենք չեմպիոն օլիմպիադան։ Սիլքարից։ Ով? Ավետիսյանը, Շետեբ ատլետիկայի։ Օլիմպիական չեմպիոն չունե։ Եվրոպայի չեմպիոն։ Գնայինք, բոլոր մենք առաջկայում պլանավորում ենք, որ 50 այսինքն մարզադպրոցներ ու մարզական կենտրոններ դեռ կառուցելու ենք շատ եւ բոլոր տեղերում էլ մեր վաստակաշատ մարզիկների նկատմամբ ուշադիր կլինենք եւ որ նաեւ մոտիվացնենք իրանց հետագա հաջողությունների։ Լավ եղեք, շնորհակալ եմ բոլորից։ Ուրախությունով լինի, սենց ուրախ երեխեքը կարանան։ Ասենք ավելի, պարոն վարչապետ, ուրեմն ասենք ավելին, ոչ մենակ չեմպիոնությամբ պայմանավորված, Ալագյաս համայնքում դուք անում եք արդեն 4-րդ, 5-րդ ծրագիրը ձեր ղեկավարությամբ։ Ժողովրդի անունից եմ ասում, շնորհակալ ենք ձեզանից, շատ շնորհակալ ենք, կլինի չեմպիոններ, թե մոտեցումը ձեր ազգային պրոգրամացիության նկատմամբ միշտ եղել է ձեր ուշադրության կենտրոնում եւ ձեր կաբինետի ուշադրության կենտրոնում։ Շնորհակալ ենք ամենի համար։ Թող մեր Մալխասն ու Ռոմանն էլ բարով վայելեն այս ամենը։ Մալխաս ջան, սպասումներով, որ բերես ավելի։ Շատ շնորհակալ ենք ձեզանից, պարոն վարչապետ, եւ ձեր աշխատակազմին։
Հաջորդ կենացը շինարարի կենացն է, որ ժամանակին ու որակով սարքի։ Մեր հարգելի շինարարը ուրա։ Ստեղ էլ չի լուր տվեք, որ իրա կենացն ենք խմում հոտնկայս։ Մեզ հանկարծ սևերես շանի։ Կառույցի բոլոր շինարարների համար է կենացը։ Լավ, ես էլ օջախ շենքենա, ալագյաս խոշորացված համայնքի համար և բոլոր բլանկիշների համար շնորհակալ ենք ժողովուրդ ջան։ Մեծ հաճույքա և պատիվա անդադ վերադառնալ ալագյաս խոշորացված համայնք ու կոնկրետ առիթներով, որ կարանք ցույց տանք։ Մանկապարտեզ, հանդիսությունների կենտրոն, ֆուտբոլի դաշտ, սպորտ դպրոց, ճանապարհ եւ այլն, առաջիկայում դպրոց եւ այս շարունակվելու է եւ իհարկե մենք մեր համայնքների կողքին ենք եւ մեր ընկալմամբ ոչ մի տարբերություն պետքա չլինի նաեւ ազգային փոքրամասնությունների համայնքների մենք կներեք նույնիսկ երբեմն մոռանում ենք այդ հանգամանքը այնտեղ որտեղ չի կարելի մոռանալ չենք մոռանում բայց սովորաբար մոռանում ենք որովհետեւ մենք մի պետություն ենք, մի ժողովուրդ ենք, մի քաղաքացիությամբ, մեր պետությամբ մենք կապված ենք եւ այսօր էլ քաղաքացու օրն է, մեր բոլորի քաղաքացու օրը շնորհավորում ենք, որովհետեւ հենց քաղաքացիությունն է, որ մեզ կապում է իրար եւ հենց քաղաքացիությունով ենք նայում, որ մենք մեր ապագային, մեր հեռանկարին եւ մեր պետության հարատեվությանը, որին իրար հետ ծառայում ենք։ Շնորհակալ ենք շատ եւ Ես ձեր թույլտվությամբ գնամ եւ բարի ժամանց եմ մաղթում բոլորին։ Բարի ճանապարհ, Հայաստան աշխարհին խաղաղություն։ Ռոման ջան։ Այս քաղաքացու օրը խորոված անելու ավանդույթն էլ տենց պետքա բան անել է։ Հա, պետքա քաղաքացու օրը պետքա խորովածի հետ։ Համայնքներում ինձ թվում է վարչապետ։ Հիմա առաջինը է տնային։ Այո, լավ եղեք։ Առաջ դուք մնացեք տեղերում, ես կգնամ, դուք շարունակեք։ Աջան։ Մի հատ խնդրան կար, Օրանավանում մեր ավակընկերներից մեկերի մատադպրոցը սարքում ուզում ներդրում անել։ Ասելա, որ հողի խնդիր կա, չէ՞։ Խնդիր կար։ Գիտեմ, բանում Մարգարյանն ուզում սարքի։ Գիտեմ, ասելա, բարև եղբայր։ Ասելա, կոքնեք։ Աջա։ Արի եղա։ Սպասում ենք 3000 գրով։ Մատաղում ենք ձեզ տալու։ Երբ ցանկանում։ Շատ լավ։ Որտեղ եղբայր։ 3000։ Հա, եղբայր, կմտնենք մի օր։ Բարև։ Շատ հաճելիավոր։ Նմանապես։ Անդենա, այն չի ձեր հեռախոսը։